Աննա ջան, թե եթե տենց մի խմի, սպասի միան։ Հերիք այսպես։ Դե կեր։ Շնորհակալություն։ Ես կբացեմ։ Բարև, ինձ Գևորգի մոտ հիվանդանոց կտանես այսօր։ Չեմ ուզում այնտեղ գնալ։ Ինձ ճիշտ հասկացել իմ մի քիչ հարմար բախ չի։ Բարև ձեզ, Աննա Դավթյանը ձեզ հետ է ապրում։ Այո։ Մենք թույլատվություն ունենք երեխայի մեզ հետ մանկատուն տաղալու։ Ինչ թույլտվություն ցույց կտաք։ Այո, իհարկե։ Օրև խնդրում եմ մի թող ինձ տանեն մանկատուն։ Բայց երեխան մեր տանը իրան շատ լավ ազգում։ Բացի դրանից բժիշկ Գևորգ Գուրգենիչն է ասել, որ մնա այստեղ։ Մենք այդ մասին տեղյակ ենք, բայց ձեր կարգավիճակը թույլ չի տալիս երեխան ձեզ հետ մնալու, այնպես որ երեխային պետք է տանենք մեզ։ Ես ձեզ հետ ոչ մի տեղ չեմ գալու։ Ես չեմ հասկանում, որ երեխային բռնի ուժով չեք տանելու։ Եթե ստիպված լինենք երեխային բռնի ուժով պետք է տանենք։ Արև մի թող խնդրում։ Երեխան հիվանդ է, ինքը հատուկ խնամքի կարիք ունի։ Սկալ այսքան անխիղճ չի լինել։ Տանենք ձեր տեղում առանձայն է ձեր վրա գող տալ։ Հիմա ես ինչ անեմ, մամ։ Ինչ կարող ենք անել, բարես։ Մամ, ես դուրս եմ գալիս, գնամ Աննային տեսնեմ գամ։ Գնում ես որ ինչ։ Ոնց որ ինչ։ Այս պահին ով երեխուն մենակ չեմ թողնի։ Բայց դու ինքդ լսեցիր, որ ամեն ինչ օրենքով է արված, որ դու ոչինչ չես կարող անել։ Գոնե երեխուն հույս կտամ, մամ։ Դու գիտես, որ հիմա իրավիճակը լավ չի, ամեն պահի կարող է հուզվի ու ոտքերը նորից թուլանա։ Արևիկ դու ոչ մի տեղ չես գնա։ Այսինքն չեմ գնա։ Կրկնում եմ, դու ոչ մի տեղ չես գնա։ Հետո մամ, 2 տարեկան երեխա եմ։ Արևիկ, մի հատ նայի հա քեզ կողքից, մի հատ սթափվի, հա։ Սթափվի, նայի, գուցե հասկանաս, զգաս թե ինչ ես անում դու քո կյանքի հետ։ Ոնց ես կյանքդ խորտակում։ Գևորգը
նրա հետ հաշտվելը, հետո նորից վիճելը, հետո ոստիկանության հետ խնդիրները, հիմա էլ մանկատունը, ինչ ես ուզում, հա, ինչ ես ընկել դու քո կյանքի հետևից, ինչ ես ուզում ինքդ քեզանից, հա։ Դու շատ լավ գիտես, որ ես այդ գողության հետ կապ չունեմ։ Ու պետք չի, որ ամեն անգամ դա շեշտես։ Հետ ես ու դու ենք տենց մտածում, իսկ մնացածը։ Ինչ մնացած։ Ես չեմ ասում, որ դու գողություն ես արել, բայց փաստում է նման փաստ, որ դու ոստիկանության հետ խնդիրներ ունես։ Հայաստան գալու միտքը քոնն էր, չէ, ես չէի ուզում, որ գայինք։ Եկանք Հայաստան, ընդունվեց իր աշխատանքի այդ տղայի մոտ, եւ ամեն ինչ նորից սկսվեց եւ կրկնվեց նույնը, ինչ որ 5 տարի առաջ էր։ Դու գիտես, որ իմ ուզածը սա չէր։ Ինչի եկանք մենք այստեղ, հա, ինչի եկանք, ինչի հասար դու, հա, որ ինչ անես, հա, որ դառնաս գող, որ դառնաս ուրիշի սիրուհին ու ուրիշի երեխա պահես, հա։ Մամա, ինչ ես խոսում։ Մնացել էր մենակ, որ դու ինձ նեղացնեիր։ Ինչ ուզում ես են էլ արա։ Երանի ես մեռնեի ու չտեսնեի, թե դու ոնց ես խաղում կյանքիդ հետ։ Բարև ձեզ։ Բարի օր։ Աննա Դավթյանին պետք է տեղափոխենք մանկատուն, դու տեղյակ եք։ Այո, տնօրենն ինձ զգուշացրել էր, որ ձեզ դիմավոր եմ, իհարկե։ Վաղը մեր աշխատողները թղթերը կբերեն։ Մարի ջան, անընդհատ խառնում եմ, Աննա ջան, Բալիկ ջան, բարի վերադարձ։ Դե գնա Աննա ջան, շատ չնեղվես։ Ստեսություն։ Ցտեսություն։ Ալո։ Արև, կարող ես հիմա մեր տուն գալ։ Տիկին Սիլվա, ճիշտն ասած, ես ինձ հիմա մի քիչ լավ չեմ զգում։ Ինչի համար կամ Տիկին Սիլվա։ Կգաս կիմանաս, չեմ կարող հեռախոսով բացատրել ամեն ինչ։ Կամ որ նորից վիրավորանքներ լսեմ։ Դու գիտեք, որ ես ոչինչ չեմ վերցրել, ոչինչ չեմ գողացել։ Արև, Ես արդեն ինքս ոստիկանություն եմ գնացել ու ինձ ասել են ես ոստիկանության հետ գործ չունեմ։ Արև, արի իմ տուն, խնդրում եմ, արի, սպասում եմ։ Լավ։ Ինչ են ուզում։ Մի րոպե սպասի։ Վերադարձեր, հա։ Փաստորեն մեզ լավ բոլորիս մատներիդ վրա խաղացրիր, հա։ Դե որ վերադարձել ես, ուրեմն շատ լավ գիտես, թե քեզ ինչ ասպասում ես չէ։ Ուսում եմ աղբորս տեսնեմ։ Լավ կլինի քեզ կարգին պահես, գիտես, թե չէ այնպիսի սարսափելի պատիժներ կլինեն։ Որտեղ է Արմանը։ Արմանը, իր սենյակում, քեզ նման է, լսենք հանել իրար նման եք, դե բարձա, նույն ընտանիքից եք, ոչ դու ես դարձարակություն ստացել, ոչ նա, չէ։ Գնա վերարկուտ հանել։ Այ։ Մամ, ես դուրս եմ գալիս, հեսա կգամ։
Մամ տիկին Սիլվան ա զանգել, ասաց, որ հետը շտապ խոսելու բան ունի, մտածում եմ կարող է ինչ-որ բան են իմացել։ Էլի չես խոսում հետս։ Ինձ կնայես։ Ես քեզ շատ եմ սիրում։ Երևի մի օր կհասկանաս ինձ։ Արման։ Ես քեզ շատ էի կարոտել, Արման։ Ինձ խաբում ես, դու ինչ ես կարոտել։ Չէ, Արման, ես քեզ շատ եմ կարոտել։ Ոնց ես։ Հա? Արի գրկե։ Չէ, դու էլ ինձ ես չէ կարոտել։ Արման։ Արման։ Արման, չես ուզում ինձ գրկես։ Չէ։ Ինչի ես նեղացել ինձանից։ Դու ասեցի, որ շուտ կգաս, բայց չի կար։ Արման, կներես, ուղղակի տենց ստացվեց։ Գիտես չէ, ես քեզ շատ էի կարոտել ու ուզում էի, որ շատ շուտ գայի։ Թող ինձ։ Ուր ա մամաս։ Արման, մեր մաման։ Գնա, ինչ ես մենակ եկել։ Դու ինձ ասել էիր, որ մամայի պապայի հետ կգայր։ Դու ինձ տանելու ես, չէ՞ դու։ Արման, ես հիմա քեզ չեմ կարոտում տանեմ։ Ինչի։ Մենք մի քիչ կմնանք ստեղ, հետո մեր պապան կգա ու մեզ կտանի։ Դու ինձ խաբում ես, ոչ մեկ չի գա մեր հետևից։ Արման, ես քեզ չեմ խաբում։ Դու ինձ մենակ էիր թողել։ Դու ինձ ասում էիր, գալու ես, բայց չի կար։ Մոռացել եք իմ մասին։ Դու էլ, մաման էլ, պապան էլ։ Մաման ու պապան մեզ չես սիրում։ Սև բոլորիներ իրանց մամաներն են բերել, էլ ոչ մեկ չի գալու մեր հետևից։ Սև ոչ մեկ մամա-պապա չունի։ Դրա համար մենք էլ չունենք մամա-պապա, ու ոչ մեկն էլ չի գալու մեր հետևից։ Կգան։ Անպայման կգան։ Ես քեզ խնդրում եմ աղջկա հետ խոսելիս ավելի զուսպ եղիր։ Չեն կարա։ Կողմից խոսելով ոչինչի չես ասում։ Մամ, այդ աղջիկը քո իրերն է գողացել։ Վախացնելուց հետո էլ բերել դրել ա դռան դեմը։ Այդքանից հետո ուզում ես ես ինձ հիմանի նման պահել ու հավատամ, որ ինքը չի արել։ Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ։ Բայց չգիտես ինչ վիճակում ա եղել, որ գնացել ա նման քայլի։ Երևի շատ ա պետք եղել այդ գումարը։ Ծանր հիվանդ մայր ունի։ Իվաչո կարող էր հետ չբերել, չէ՞։ Չէր կարա, որովհետև ոստիկանությունը արդեն խառնվել ա։ Բարև ձեզ։ Տիկին Սիլվա կանչել էիք ինձ։ Կանչել եմ։ Ես ուզում էի ասել, որ այսօր ոստիկանություն եմ գնացել ու ցուցմունք եմ տվել։
ու որ գողին անպայման կգտնեն։ Ամեն ինչ արդեն բարձ է։ Մենք ոստիկանությունում ստոպ ենք տվել, էլ հետաքննություն չի լինելու, որովհետև հեսա գողը մեր առաջ կանգնած է։ Կարեն սպասիր։ Արևիկ, մենք դադարեցրել ենք հետաքննությունը։ Քեզ այլևս չեն անհանգստացնի։ Չեմ հասկանում։ Գողին գտել եք։ Աղջիկ ջան, ես քեզ ասում եմ, իսկական գողը հեսա մեր առաջ կանգնած է, դու շարունակում ես։ Ես քեզ վստահում էի։ Ես համոզված էի, որ դու ազնիվ ու պարկեշտ աղջիկ ես։ Տիկին Սիլվա, Եթե դու ինձանից խնդրեիր այդ գումարը, ես առանց վարկյան իսկ մտածելու կօգնեի քեզ հավատա։ Ես դեմ էի Կարենին, որ քեզ վախեցնեն, բայց փաստորեն դա իր արդյունքը տվեց։ Ես Կարենին խնդրում էի, որ քեզ հետ ավելի մեղմ խոսի, բայց ինքը չեմ կարողանում մեղմ լինել, որովհետև չեմ սիրում, երբ մարդիկ չարաշահում են իմ վստահությունը, չեմ սիրում, երբ երախտամոռ են լինում։ Արևիկ, այսօր ոսկիները տոպրակով դրված էին մեր դռան առջև։ Արև։ Սիլվա, ես չեմ։ Ես ազնիվ խոսք եմ ասում, ես չեմ։ Ես չէի վերցրել, ես չէի կարող ձեր դռան առջև դնել, ես երեք տնից դուրս չեմ եկել։ Եթե ուզում եք, կարող եք մորիցս հարցնել, ես ոչ միտեղ չեմ գնացել, ես չեմ գողացել։ Գնա Արևիկ, գնա։ Լավ կլինի հեռու մնաս մեզանից։ Ու ընդհանրապես սրանից հետո ես նենց եմ անելու, որ մենք վերջին տուժողները լինենք։ Դու լավ մարդ չես, աղջիկ ջան, գնա ստեղից։ Արման մի լացի։ Դու իմ մի խոսա, ես էլ քույր չեմ խոսում։ Անինչ լավ է եկել ես, քեզ շատ էին կարոտել, ոնց ես։ Լավ եմ։ Լիդան ասում էր, որ դու գալու ես, բայց չենք հավատում։ Երեխեք ես ես շատ եմ կարոտել։ Մենք էլ քեզ։ Գիտես չէ, քո կարոտը Արմանից էինք առնում։ Ոնց ես արդեն լավացել ես, ոտքդ էլ չի ցավում։ Չէ, չի ցավում, լավ եմ։ Արման ջան, ես ուրախ չես, որ քուրիկդ եկել է։ Հիմա ինչի ես տխուր, Աննան արդեն քո հետ է, քո կողքն է։ Չեմ ուզում ինքը մնաս տեր, թող գնաս տերից։ Աննա գիտես չէ, որ դու ստեղ չիր ամբողջ օրը քո մասին էր խոսում, իսկ հիմա որ եկել ես ասում է գնա։ Արման խնդրում եմ մի լացի։ Գնացեք տերից, դու ոչ մեկ չեմ գնա։ Երեխեք նեղացել է, ասում է, որ ես շուտ չեմ եկել դրա համար։ Արի դուրս գանք, ոչինչ, թող մի քիչ կլացի կհանգստանա, նոր կգանք։
Որ դու ստեղ չէի, մենակ քո մասին էր մտածում ու քեզ էր սպասում։ Լավ երեխեք, դու գնացեք, ես կմնամ մոտը։ Արիան, արի գնանք։ Արման մի լացի, մեծ տղա ես։ Քուրիկը արդեն մոտը տա, չէ։ Որովհետև մոռացել էր իմ մածին։ Ասես կգայիս տանեմ, բայց չի տանում ինձ։ Բայց եթե շուտ չի եկել, չի կարողացել, չէ կա։ Ուրեմն ինչ-որ պատճառ է, չէ եղել։ Ինքը ինձ կապեց, ասեց բաբա ձեր ա գալու։ Հետո մենք պիտի գնայինք մամայիս մոտ։ Արման, քուրիկը հիվանդանոցում էր։ Դու տեսել ես, չէ՞ որ ինքը պարկած էր։ Հա։ Ուրեմն ինքը չի կարողացել գա, որովհետև հիվանդանոցում էր։ Ուզում ես նորից նեղանա գնա, չես ուզում, չէ՞։ Չէ։ Ուրեմն քեզ իսկական տղու պես պայի, քուրիկը ուզում ա հիմա քո հետ մնա։ Էնպես մի արա, որ քուրիկը լացի ու թողի գնաս տեղից։ Ես քուրիկը շատ եմ սիրում։ Բայց ես իրան շատ եմ կատել, բայց ես իրանից նեղացել եմ։ Քուրիկի չեն նեղանում, ինքը քեզ մենակ չի թողել, ուղղակի այդպես ա ստացվել։ Ես քուրիկին շատ եմ կարոտել։ Կար ես պիտի երեխու դպրոցը փոխեմ։ Ագրեսիվ ա դառել։ Չեմ կարող տարեկից է, կարող մեծանում է այդ երեխին, բայց անհանգստանում եմ։ Կարեն, դու ինչ ես լսում։ Կարեն։ Ասա։ Լսի, մի շապ խոսում եմ։ Լսում էի, երեխու դպրոցի մասին չէի ասում։ Բայց դրանից առաջ ինչ էի ասում։ Չգիտեմ, մտքերով անընդհատ են աղջկա հետ եմ։ Ինչ աղջիկ կար։ Որ մամային էր խնամում։ Այդ աղջիկը ինչ կապ ունի։ Ասեցիր ոսկեղենը բերել դրելա տեղը, ինչ ես մտածում։ Չգիտես ինչ ինձ թվում է արևիկը չի գողացել այդ ոսկիները։ Ներքին համոզվածություն ունեմ, որ սխալվել եմ։ Լավ էլի վերջացրու։ Այդ հարցը լուծվեց, վերջացավ, ինչ ես էլ մտածում։ Չգիտեմ, ինձ տենց թվում է։ Ես պիտի պարզեմ իրականում ինչ ա եղել։ Թե չես դեպքը ինձ հանգիստ չի տալիս։ Այդ աղջիկը դեմքն էլ անտետ աչքիս առաջ է։ Դե լավ էլի։ Վերջացրու, մեկ ինձ էիր մեղադրում, որ ես եմ մեղավոր այդ աղջկան բերել եմ ձեր տուն, հիմա էլ պաշտպանում ես։ Այդ դեպքից հետո ես տան հսկողությունը ուժեղացրել եմ։ Զարմանում եմ, որ տղեկը ոչ մի բան չեն նկատել։ Այդ ոնց է բերել տենց աննկատ դրել ու գնացել։ Փոխի։ Փոխի այդ տղերքին, բանի պետք չեն։ Դու պետք է ինձ ասես ես ինչ անեմ։ Լավ էլի։ Ով գիտի ձեր տանի ինչ կա բացի այդ աղջկանից։ Ինչ ես դու էլ ընկել սարու ձորեր։ Ով գիտի։ Ես մաման այդ աղջիկը ու մեկ էլ դու։ Կլինի մոռանաս։ Կարևորը ոսկիները գտել են։ Էլ ինչ ես ուզում կար։ Լուսի դու իրականում այդ աղջկան որտեղից էիր ճանաչում։ Անձամբ գիտեիր։ Կար լավ էլի վերջացրու։ Մի ժամ ժամանակ ունեիր, բայց 40 րոպեն նվիրեցիր Արևիկին։ Ես խոստանում եմ մամայիդ համար ուրիշ խնամող կգտնեմ, կլինի։ Արի դուրս գանք, էլի գնամ երեխու հետևից։ Գնանք։ Գնացինք։ Քուրի։ Արման կներես, հա որ ես քեզ մենակ եմ թողել։ Քուրիկելիս մենակ չէ թողնես։ Ես քեզ կյանքում մենակ չեմ թողնի։ Ես քեզ շատ եմ սիրում։
չի տանում։ Չէ։ Արման, իմ համար էլ էր սկզբում դժվար, բայց մենք պետք է հարմարվենք, մինչև մեր պապան գա մեզ տանի։ Ես չեմ ուզում ստեղ մնամ։ Քուրիկ, արի փոխեմ քոստերից։ Արման, մոռացի այդ մասին։ Մենք չենք կարող։ Կամ ուր պիտի գնանք։ Հո փողոցում չենք մնալու։ Դուրսը ցուրտ է։ Հիմա պետքա դիմանանք։ Հիմա պարկի որ քնես։ Քուրիկ, չեմ ուզում քնեմ, ուզում եմ գնանք ստեղից։ Եղեք չէ քնել։ Չէ։ Մոնիկային տարել են ուրիշ սենյակ, ես էլ վախենում եմ մենակս քնեմ, կարամ ստեղ կան։ Հա, իստեղ նստի։ Ձեր քունն էլ չի տանում։ Իմ քունը չի տանում, Արմանինն էլ։ Միլեն, որ մենք Անայի հետ գնանք կգաս մեզ հետ։ Ուր։ Փակնենք մանկատնից։ Բայց ուր գնանք։ Չգիտեմ։ Չէ, ես վախենում եմ, մենակ ուր է գնալու, դրսում ինչ եք անելու։ Անա խոստացի, որ մենք կգնանք ստեղից։ Ես անգամ չեխապես, ասա, որ ես կտան ես ստեղից։ Ես մի բան կմտածեմ։ Գեղարքի մոտ եք գնում։ Այո։ Արզա, Ուզում ես ինձ հետ գալ։ ինձ ոչ ոք այնտեղ չի սպասում։ Եթե դու շարունակես այսպիսի պահված դրսևորել։ Ինչպիսի պահվածք։ Իսկ ես ինչ անեմ։ Շարունակեմ խնդրելու ցածրանալ։ Ինչքան։ Բայց չէ որ դու ասում էիր հանուն իմ ընտանիքի, հանուն Գևորգի, հանուն մեր սիրո, հանուն երեխայի։ Սիլվա, ես ուզում եմ, որ դուք ինձ լսեք։ Արի։ Արի։ Տիկին Սիլվա, դուք ինձ պարտավոր եք լսել։ Հանգստացի։ Ինչ անեմ, որ ինձ հավատաք, Տիկին Սիլվա։ Նստիր, հանգստացիր։ Դուք գիտեք, չէ, որ ես նման բան չէի անի։ Արև։ Ես փողի կարիք միշտ եմ ունեցել։
Գիտեք, որ տանը հիվանդ մայր ունեմ ու նրա բուժման համար ինձ մեծ գումարներ են պետք, բայց այդ չի նշանակում, որ ես գողություն կանեի։ Ես փորձում եմ քեզ հավատալ, բայց Ինչ բայց։ Դուք այդպես էլ չկարողացաք իմ մեղքը ապացուցել։ Ես ուզում եմ, որ նոր հետաքննություն սկսվի, որովհետև ոչինչից չեմ վախենում, որովհետև մեղավոր չեմ։ Արև հանգստացի։ Չեմ կարող։ Ինձ համար գողի պիտակ ամենավիրավորականն է, Տիկին Սիլվա, ես առաջին անգամ եմ նման իրավիճակում։ Ես երբեք ոչ ոքից փող չեմ վերցրել, նույնիսկ պարտքով։ Արև գնա։ Գնա իմ տնից։ Ասեք, որ հավատում եք ինձ։ Ցավոք չեմ կարող։ Տիկին Սիլվա, մի հատ ինձ նայեք։ Ես գողի նման եմ։ Արև գնա իմ տնից։ Ուզում եմ, որ ինձ հավատաք։ Տիկին Սիլվա, լսեք ինձ։ Արև չեմ ուզում կոպիտ լինել քեզ հետ, գնա իմ տնից։ Գնա, ասում եմ։ Եվ ես քեզ խնդրել էի, չէ՞ որ էլ չզանգես։ Կներես չեմ կարա կատարեմ խնդրանքդ։ Չանջատես պիտի խոսանք։ Ավելի Գև։ Ովքեր են այդ տղեկը։ Չգիտեմ, Գև, ես չգիտեմ։ Հնարավոր է չես ճանաչում, բայց իրանք հաստատ հենց նես չէին եկել քո տուն։ Ինչ էր իրանց ուզածը։ Եվ մոռացա։ Իմ համար ամենակարևորը, որ դու լավ լինես, մնացած ոչ մի բան կարևոր չի, մի անհանգստացի, մոռացի։ Արի հիվանդանոցին մոտ Արևիկ։ Եթե չգաս, ես կգամ։ Ոնց կգաս, Գև, ինչ ես խոսում։ Հա, Արև, գիտես որ կգամ։ Եթե չես ուզում ես վիճակով դուրս գամ հիվանդանոցից, ուրեմն արի։ Մի մտածի մոտս մարդ չկա, մաման ստեղ չի տունեմ ուղարկելու, այսօր էլ չի գալու, ձյանն էլ չի գալու, ես մենակ եմ։ Մի ժամ քեզ ժամանակ, եթե չգաս, ես եմ գալիս։ Արդեն ես էի գալիս։ Ինչ ես ուզում ինձնից, Գև։ Ինչ ինձ հանգիստ չես թողնում։